կարողություն և ծորություն և վար, հավիտյաս ամեն։ Ռոսկում է։ Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անգամ, որ արյանի մերելոց ողորմյա մեզ, Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անգամ, որ արյանի մերելոց ողորմյա մեզ, Սուրբ Աստված, Սուրբ և հզոր, Սուրբ և անգամ, որ արյանի մերելոց ողորմյա Եվ ևս հավությանս տերավաչեսում, Մասն թավության ամենայն աշխարհի և հաստատության սրբո եկեղեցվով, ըստ տերավաչեսում, Մասն ամենայն սուրբ և ուղղափառ եպիսկոպոսած, ըստ տերավաչեսում, Մասն հայրապետին մերոք յարն կարևնի սրբազնագույն կաթոլիկոսին կենաց և բրգությանով բոլորին, ըստ տերավաչեսում, Մասն վարդապետած քահանային ցանկավակած տկրած և ամենայն օգտիման կալց եկեղեցվով, ըստ տերավաչեսում, Մասն բարեպաշտակավորած և աստվածասեր իշխանած զորավարած և զորացնոցին, ըստ տերավաչեսում, Մասն հոգով ծագուցելոց, որ ճշմարիտ և ուղիղ հավատովի Քրիստոս ննջեցին, ըստ տերավաչեսում, Եվ ևս միաբան բասն ճշմարիտ և սուրբ հավատույցներով, ըստ տերավաչեսում, Սանձինս մեր և սիրյանս տյարն Աստուծո ամենակալին, անձնարասում, ողորմյաց մեզ մեր Աստված մերս մեծի ողորմուն կյանքում, Արսասուկ ամենեկյան միաբանության, Ողորմած և մարդասերես Աստված բոլոր, և քեզ վայելեվար իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Բայց միայն Աստուծո հնազանդ լեր անձնին, զիի նման է ինձ փրկություն։ Ընթերցվածս Գործ Առաքելոց գրքից է։ Բարնաբասն ու Սողոսը, երբ իրենց պաշտոնը կատարեցին, Երուսաղեմից վերադարձան, իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։ Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ, Բարնաբասը և Շմաղոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը, որ Հերովդես չորրորդապետի դահեկորդին էր, և Սողոսը, մինչև նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. Բարնաբասին և Սողոսին առանձնացրեք ինձ համար, որ ամեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ, այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին։ Ուստի նրանք Սուրբ Հոգուց ուղարկված իջան Սելևկիա և այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս և Սալամինա հասնելով հրեաների ժողովարաններում Աստծո խոսքն էին քարոզում։ Որպես օգնական ունեին նաև Հովհաննեսին, շրջելով ամբողջ կղզին մինչև Պափոս, այնտեղ գտան մի ոմն մոգի, որ մի հրեա սուտ մարգարե էր և որի անունը Բարեյսու էր։ Սա Բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր։ Սերգիոսը աղաչելով Բարնաբասին և Սողոսին ուզում էր լսել Աստծո խոսքը, բայց նրանց դեմ դուրս եկավ Եղիմաս մոգը, որովհետև նրա անունը այսպես է թարգմանվում, և ուզում էր Բդեշխի փոխանորդին հավատից շեղել։
իսկ Սողոսը, որը և Պողոսն է, Սուրբ Հոգով լցված նայեց նրան ու ասաց. Ով դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի սատանայի, թշնամի ամեն արդարության, Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չես դադարի։ Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է, և կույր կլինես, որ միառժամանակ արև չտեսնես, և անմիջապես նրա վրա մեկ ու խավար իջավ, և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։ Այն ժամանակ բդեշխի փոխանորդը պատահածները տեսնելով հավատաց, զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։ Փափոսից խարիսկ վերցնելով Պողոսը և իր հետ եղողները եկան Պամփիլիայի Պերգե քաղաքը։ Հովհաննեսը նրանցից բաժանվելով Երուսաղեմ վերադարձավ, իսկ նրանք առաջ գնալով Պերգեից եկան Պիսիդիան Անտիոք քաղաքը։ Եվ շաբաթ օրը ժողովարան մտնելով նստեցին, և օրենքի և մարգարեների ընթերցումից հետո ժողովարանի պետերը նրանց մոտ մեկին ուղարկեցին ու ասացին. եղբայրներ, եթե ունեք մխիթարանքի խոսքեր ժողովրդին, խոսեցեք։ Աստված ողորմյա մեզ և օրհնյազ մեզ, երևեցող զերս քոյի մեզ և ողորմյա մեզ։ Ընթերցվածս Պետրոսի առաքելուն ընդհանրական առաջին թղթից է։ Սիրելիներ, տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ, այլ որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ ուրախ եղեք, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք և ուրախանաք։ Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու հոգին է հանգչում ձեր վրա։ Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան, կամ որպես գող, կամ որպես չարագործ, կամ որպես ուրիշի գործին խարելով։ Եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն այդ անվամբ, քանի որ ժամանակն է, որ սկսվի դատաստանը Աստծու տնից, որովհետև եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ինչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու ավետարանին։ Եվ եթե արդարը հազիվ է ապրում, հազիվ է փրկվելու, ապա ամբարիշտը կամ մեղավորը էլ ուր պիտի մնա։ Հետևաբար նրանք, որ չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով, թող իրենց հոգիները հանձնեն հավատարիմ ստեղծողին։ Ալելույա, ալելույա, ցնծացեք առ Աստված օգնականը մեր, աղակեցեք առ Աստված Հակոբը։ Иисусе Христосе, Бога Словану, Отвесен Աստված ձեր, Ոսկում է, Տերը մեր Իիսուս Քրիստոս ասե, հետ այսօրիկ տոներրեից, և ել Իիսուս Երուսաղեմ, և վեր Երուսաղեմ, Իբրոպատիկե ավազանին, որ կոչեր եվրայցերեն Բեթեսդա 5 սրա, հորսանկյա դներ բազմություն ու շիվանդած, ուրած կաղած գոսացելոց, որ ակն ունեն ջրոցն ուզելով, և հրեշտակ դյարն ըս ժամանակի իչաներ ավազանը, և ուզեր ըս ջուրսն, և որ նախ իշաժումն ջուրսն իչաներ, բժշկեր,
ոչ ունելով նշան հիվանդության, և անդեր արմի, որո 38 ամեր հիվանդության յուրում, ըզնա իբրև ետես Հիսուս, զիանքյալ գներ, և գիտաց, թե բազում ժամանակ են, այնուհետև ասեց նա, կամիս ոչ լինել, պատասխանի ետ նմա հիվանդն, Տեր ոչ զոք ունին, թե օրժամ ջուրքն ուզիցին, արգցես իս ավազանն, և ինչ ես դանդաղեմ, ալվոք քանզիս առաջագույն իչաներ, ասեց նա Հիսուս, արի ար ըզմայիչս քո, և գնա, և ողջացավ այրն, և արյավ ար ըզմայիչս յուր, և շրջեր, և էր շապատ հավուրն այնի, ասեն ռյայքն բժշկյալն շապատ է, և ոչ արժան կեզարնուր ըզմայիչս քո, պատասխանի ետնոցա, և ասեր, որ բժշկյաց ընզիս, նա ասացիս, առզմայիչս քո և գնա, հարցին ծնա և ասեն, ով է այրն, որ ասաց քեզ, առզմայիչս քո և շրջաց, և բժշկյալն ոչ գիտեր, թե ովից է, քանզի Հիսուս ուս ետվասն ամբոխին, իդե ոչ ամտի, հետ այսօրի գտանե ըզնա, Հիսուս իկաճարին, և ասեց նա, ահավադիկ ողջացար, մի ևս մեղանչեր, զիմի չար ևս ինչ լինիցի քեզ, գնաց այրն և պատմյա քրեիցն, եթե Հիսուս էր, որ բժշկյաց ընզիս, և ասն այն օրի, հալացեն ըս Հիսուս ռյայքն, զիզայն առներ իշապատու, և Հիսուս պատասխանին ետնոցա, հարի միջև ցայժն գործե, և ես գործեմ, վասն այն օրիկ առավել խնդրեին հրյայքն սպանանել ըզնա, զի ոչ միայն լուծաները շապատս, այլ և 100 խոչեց Աստված, և հավասար առներ զանձն Աստուծո։ Amen.
Yeah.
Thank you.
Հայտնությունը Քրիստոսի
Յարին նորոգի, որ հագծեր և բազմացեղանի, իր կաղություն և իր թողություն Martinos, Yemen, and Hera, Sirpot, Arakilados, Episcopal.
եպիսկոպոսած Երիցանց ուղղափառ սարկամակած և ամենայն սրբոց, և իսկ իշատակի սուրբ մակարակ Սաղաչել, Հրաշալի և աստվածազար քաջությամբ Քրիստոսի աստուծոներով երկիր պատմել։ Առաջնորդած սրբերով և առաջին լուսամրջածն, սրբոստաներս և ակլունյոսի առակելոցն, և Գրիգորի լուսամրջին, Արիստակեսի վրտանեսի, Ուսկանը Գրիգորյոսի, Ներսեսի Սահական, Դանիելի Էփագա, Նեսոր Պաղարկամետին, և Գրիգորի Նարեկացկույն, և Ներսեսի Կլայեսկույն, Հովանու Որոտնեսկույն, և Գրիգորի Մոսեսի Կատևասյան, և Սրբոց Գրիգորիսյան և Նեստիսյան, Հովատ և Ալպետաց Նայասնանյան, և իշատակի սուրբ մակարակ Սաղաչել, միանձնացելով սրբոց, առաքինասեր և աստվածասույր կրոնավորածն, Պողոսի Անտոնի, Թողա Մակարակ, Որոպիոսի Աբա Մարկոսի, Սրաբյոնի Լևոսի Արսենի և Ագրիպ Արսամա, Հովանեսյանց և Սիմոնյան, Սրբոստոսյանց և Սուկյասյան, և ամենայն սրբոց հարց և աշակերտելոց Խոսին ընկիեզր, և իսկ իշատակի սուրբ մակարակ Սաղաչել, հագավորած հավատացելով, սրբոց Աբգարու Կոստյանյանս Վիտրգադա և Թեոդոսի, և ամենայն սուրբ և բարեպաշտակավորած և աստվածասեր իշխանած, և իսկ իշատակի սուրբ մակարակ Սաղաչել, ամենայն հավատացելով, առանց և կանանց, վերոց և տղայոց, և ամենայն ճապասակի ավատով և սրբության Քրիստոս ննջեցելով, և իսկ իշատակի սուրբ մակարակ Եպիսկոպոսը
Աղավետին մերով և ապական հայրավետին, ամենայն հայոց յարն գարետ մի սրպասնագույն գաթողի գոսին, և մասյացոտն թերմից բարետ նամարաշնորտական տեղապա, Տեր Ռուբենա հոգեշնոր վարդապետին, և կահանայից որս պատարան գզմատուցան է, և ասնձորության և հաղթության սարկավորած Քրիստոսին, և իշխանած ընվարեք բաշից աղաչեցուր, և խնդրեցուր և աստոքոսնակուցելոց, և հսարավեր, ասկանգության ռագունավեր ասններոց, և շինոհացը փոյեք եղեցույս, և որ կնթովանյա ստորին են հանգուցյալ, և այսներոց երելոց, և շնոր առաջիկա ժողովրդյան, անվից հավատով և սրբության Քրիստոս կատարելով, և իսկին շատակի սուրբ կատարած,
Քրիստոս հարյավ իմեղել։ Անուն Հոր և Որդու և Որդու Սրբու ամեն։ Դրանից հետո հրեաների տոնն էր։ Հիսուս Երուսաղեմ ելավ, և Երուսաղեմում ոչխարների ավազանի մոտ մի տեղ կար, որ եբրայեցերեն անվանվում էր Բեթհեսդա, 5 սրահներով, որոնց մեջ պարված էր մի մեծ բազմություն հիվանդների, կույրերի, կավերի, ոսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնվելուն։ Եվ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանը և ջրերը խառնում։ Եվ ով ջրերի խառնվելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկվում էր հիվանդությունից նշան անգամ չպահելով։ Այնտեղ կար մի մարդ, որ 38 տարուց ի վեր հիվանդ էր։ Երբ Հիսուս տեսավ, որ նա պառկած ընկած էր, և իմացավ, որ դա շատ ժամանակից ի վեր էր, նրան ասաց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, ոչ ոք չունեմ, որ ես ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի, և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձանից ավելի առաջ է իջնում»։ Հիսուս նրան ասաց. «Վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա»։ Եվ մարդը առողջացավ։ Վեր կացավ, վերցրեց իր մահիճը և ման էր գալիս, և նրաները շաբաթ։ Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Շաբաթ օր է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճը»։ Նա նրանց ասաց. «Նա որ ինձ ուժեց, նա ինձ ասաց, նա որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց. վերցրու քո մահիճը և գնա»։ Նրան հարցրին և ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց. վերցրու քո մահիճը և շրջիր»։ Իսկ բժշկվածը չէր իմանում, թե ով է նա, որովհետև Հիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր։ Այնուհետև Հիսուս նրան գտավ տաճարում ու ասաց նրան. «Աղավասիկ, առողջացավ, այլևս մի մեղանչի, որպեսզի մի ավելի չար բան չպատահի քեզ»։ Մարդը գնաց և հրեաներին պատմեց, թե Հիսուսն էր, որ ինձ բժշկեց։ Եվ հրեաները Հիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները։ Սակայն Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. «Իմ հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես եմ գործում։ Ուրեմն ես ևս գործում եմ»։ Դրա համար հրեաները առավել ևս ուզում էին նրանց սպանել, որովհետև ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաև Աստծուն կոչում էր իր հայրը և իրանց Աստծուն հավասար էր դասում։ Ուրեմն 38 տարվա անդամալույցի բժշկության դրվագն է, որ Բեթհեսդայի ավազանի մոտ է գտնվում։ Հայտնի դրվագ է։ Այս դրվագի մասին մի քիչ խորհենք։ Ասում է բազմաթիվ հիվանդներ, անդամալույցներ, ոսացածներ, տեսակ աղտերով տառապող մարդիկ
լծված էին այդ ավազանի շրջակայքը, շուրջը եւ սպասում էին, թե երբ ջրերը խառնվեն, այսինքն ալեկոծվեն, որպեսզի ով շուտ մտներ ջուրը բժշկվեր։ Եվ ասում է ժամանակ առ ժամանակ Տիրոջ հրեշտակը իջնում էր երկնքից եւ ջուրը ալեկոծում էր։ Եվ ով հասցնում էր առաջինը մտնել, նա բժշկվում էր։ Այս դրվագը ինձ հիշեցնում է նախքան Քրիստոսը, հին ուխտի ժամանակ։ Մարդիկ հիվանդ էին մեղքի հիվանդությամբ, բայց փրկվելու համար պիտի կարողանային օրենքը պահել։ Շատ դժվար էր օրենքը պահելը, եւ չէին կարողանում։ Շատ քչերը միայն էնել ինչ որ մեկի օգնությամբ պիտի անեն այդ ամեն ինչը։ Եվ երբ Հիսուս եկավ տեսավ այդ ամեն ինչը եւ տեսավ այդ հիվանդ մարդուն, որ 38 տարուց վերետ ընկած էր, ասում է կամենում ես բժշկվել, ասում է կամենում եմ, բայց ասում է չեմ կարող, որովհետեւ օգնող չունեմ, իսկ ես ինքս ինձ օգնել չեմ կարող։ Նախքան Քրիստոսի գալը մարդը այդ վիճակի մեջ էր, հիվանդ էր մեղքով, մեղավոր էր, բայց ինքը իրեն օգնել չէր կարողանում, օգնող էր պետք, որպեսզի ինքը բժշկվեր հիվանդությունից։ Եվ Աստված այդ օգնությունը վարկեց։ Ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոս, մեր Աստված, երկնքից իջավ երկիր, որպեսզի հիվանդ մարդուն, որպեսզի մեղքերի մեջ գտնվող մարդուն օգնություն հասնի։ Եվ ինչպես առանց ճիգուջանքի ուղղակի ասեց, պետք չի քեզ ջուրը մտնել, պետք չի չարչարվել, պետք չի սպասել ջրերի հուզվելու, ես ուղղակի քեզ բժշկում եմ, վեր կաց, մայրդ վերցրու եւ քայլի։ Եվ ասում է, այս անդամալույցը մի անգամից աստվածային շնորհով, աստվածային հրաշքով բժշկվեց։ Այսինքն մեր բժշկումը, մեր փրկությունը, մեր մեղքերի թողությունը, մեր ճիգերի արդյունքում չի տալիս մեզ Աստված, այլ իր ողորմությամբ եւ իր շնորհով։ Ասում է, ներված լինեն քո մեղքերը։ Եթե յոհաննով եկել ես Աստծո առաջ, Աստված ներում է մեղքերը։ Եվ ասում է, անմիջապես անդամալույցը բժշկվեց, վեր կացավ, վերցրեց իր մայրը եւ շրջում էր։ Եվ տեսան մարդիկ հրաշքը, բայց ոմանք չէին ուզում հրաշքը տեսնել, ուրիշ բան էին տեսնում։ Ասում էին, ինչու ես օրենքը խախտում։ Շաբաթ օրը իրավունք չկա մահճակալը շալակել եւ քայլել, գործ անել։ Եվ անդամալույցն ասում է, նա որ ինձ բժշկեց, նա ինձ ասեց վերցրու մայրդ եւ քայլի։ Դրանից հետո էլ չեն ասում ով քեզ բժշկեց, ով էլ քեզ բժշկող է, ինչպես քեզ բժշկեց, այլ ուրիշ բան իրենք կենտրոնացել են իրենց մտքի վրա, ասում են ով է որ քեզ ասեց մայրդ վերցրու եւ քայլի։ Եվ անդամալույցը չգիտեր։ Հետո Հիսուս երբ որ իրեն ասեց, ահա բժշկվեցիր, գնա, այլևս չմեղանչես, որ ավելի մեծ չարիք չպատահի քեզ, ասում է անդամալույցը իմացավ, որ Հիսուսն է, եւ գնաց Հիսուսի թշնամիներին, հակառակորդներին ասաց, որ Հիսուսն է, որ ինձ բժշկեց, Հիսուսն է, որ ասաց մայրդ վերցրու եւ քայլի։ Այս է պատմությունը։ Եվ այստեղ մի հանգամանք կա, որը այսօր իմ ուշադրությունը շատ գրավում է։ Հիսուսի խոսքերը։ Հիսուսն որ ասեց, գնա այլևս մի մեղանչիր, որպեսզի ավելի մեծ չարիք չպատահի ինձ։
Մեզ բոլորիս Աստված բժշկեց մի օր։ Երբ որ մենք մկրտության ավազանով սրբվեցինք, մաքրվեցինք մեր մեղքերից, ողորմություն գտանք, մեզ ընկած հիվանդ վիճակից ոտքի կանգնեցրեց, ասեց վերցրու բժշկված մարմինը, մեղքերից մաքրված ու սրբված մարմինը եւ գնա, բայց նաեւ զգուշացնում է, գնա եւ այլևս մի մեղանչիր։ Մենք ուրախացանք, որ սրբվեցինք, մենք ուրախացանք, որ մաքրվեցինք, բայց մենք այլևս չենք մեղանչում։ Ասեց, մի մեղանչի, որ ավելի մեծ չարիք չպատահի քեզ։ Մենք չմեղանչելու մասին չենք մտածում, բայց չարիքներից նեղվում ենք։ Մենք չենք մտածում մեղք չգործելու մասին, բայց մտածում ենք, ասում ենք Աստված ինչի մեզ չի լսում, Աստված ինչի է մեզ լքել, Աստված ինչի է մեզ թողել, բա մենք այսքան խնդրում ենք, աղաչում ենք, բայց Աստված մի բան ասեց մեզ, ասեց գնա այլևս մի մեղանչիր։ Եվ Պետրոս առաքյալ այսօրվա ինչ ասում է Աստծո դատաստանը պիտի Աստծո տնից սկսի, մեզանից պիտի սկսի Աստծո դատաստանը, եւ եթե ասում է արդարները հազիվ են փրկվելու Աստծո դատաստանի ժամանակ, բա մեղավորներից ինչ պիտի լինի։ Աստված ամեն ինչ անում է, որպեսզի մենք դատաստանի ժամանակ չդատապարտվենք, այլ փրկվենք։ Եվ այդ մեղությունները, վշտերը, փորձությունները, որ գալիս են մեզ վրա, այդ նպատակն ունեն, որ մենք սրբվենք, մաքրվենք մեղքերից, հիշենք մեղքի մասին, հիշենք, որ այն բոլոր չարիքները, որ մեր գլխին գալիս են, մեր մեղքերի պատճառով են գալիս, որտեղ Քրիստոսն ասեց, մի մեղանչի, որ ավելի մեծ չարիքի չհանդիպես։ Ուրեմն այդ չարիքներից ազատվելու ճանապարհը որն է, ապաշխարությունը, մեղք չգործելը։ Իսկ եւ ինչպես կարող է մարդը մեղք չգործել։ Եթե մարդը Աստծո հետ է, եթե մարդը Աստված պաշտության մեջ է, եթե մարդը աղոթքի մեջ է։ Չես կարող Աստված պաշտության մեջ չլինել, աղոթքի մեջ չլինել, աղոթություն չստանալ, Աստվածաշունչ չկարդալ, անընդհատ միտքդ Աստծո հետ չլինի ու դու մեղք չգործես, չէ, այդպիսի բան անհնար է։ Դրա համար ասում ենք, եթե արդարները հազիվ են փրկվելու, բա մեղավորների վիճակը ինչ պիտի լինի։ Չեմ կարծում, թե այս եկեղեցու մեղավորների որևէ մեկն իրեն արդար է համարում։ Արդարները մենք չենք, արդարները նրանք են, ովքեր իսկապես մեծ պատերազմ են մատնում մեղքի նկատմամբ, մեղքի հանդեպ։ Մենք մեղավորներ ենք, բա մեզ զգուշացնում, ասում է, բայց այդ վիճակը ինչ առնելու, եթե նա արդարների փրկությունը դժվար է լինելու։ Ուրեմն Աստված ամեն ինչ արեց մեզ համար, ձերիաբար մեզ փրկեց։ Ընկած էինք ավազանի մոտ եւ չէինք կարողանում մենք մեզ օգնել, եկավ ասել, ես եկել եմ քեզ օգնել, ուզում ես, վեր կացուկ հայրիր, բժշկվի, բայց այլևս մի մեղանչի։ Այս մասին է պետք մտածել, պետք է մտածել չմեղանչելու մասին։ Երեք Եղեռնի զոհերի հիշատակի օրն է։ Եվ ամեն անգամ այս օրը մենք մտածումներ ենք ունենում, մտածում ենք։ Ես մտածում էի երեք։ Մեր նահատակները,
1.5 միլիոն։ Ինչու նահատակվեցին։ Կարող էին չնահատակվել, կարող էին խուսափել նահատակությունից։ Կար ճանապարհ խուսափելու նահատակությունից։ Կար։ Եվ ոմանք այդպես խուսափեցին նահատակությունից։ Ո՞րն էր այդ ճանապարհը։ Ուրացությունը։ Ովքեր ուրանում էին Քրիստոսին, Քրիստոսի հավատքը եւ ընդունում էին մահմեդականություն, նրանք իրենց կյանքը ժամանակավոր կյանքը փրկում էին։ Չէին ենթարկվում ցեղասպանության։ Եվ գիտենք, այդպիսի բազմաթիվ մարդիկ եղան, հա? Մահմեդականացած հայեր, որ այսօր ապրում են Թուրքիայի տարածքում եւ տարբեր տեղերում։ Բայց 1.5 միլիոնը չգնացին այդ ճանապարհով։ Գերադասեցին Քրիստոսի հետ լինելով նահատակվել, քան Քրիստոսին ուրանալով իրենց կյանքը փրկել։ Դրա համար է սրբադասվեցին։ Դրա համար է մեզ համար բարեխոս են եւ մենք իրենց բարեխոսությունն ենք խնդրում։ Հիմա ես ուզում եմ 100 տարի հետ գանք այս կողմ։ 111 տարի անցավ։ Այսօր մենք պատրաստ ենք իրենց պես ապրելու, պատրաստ ենք Քրիստոսին հավատարիմ մնալու համար մեր կյանքը կորցնելու, նահատակվելու։ Այս կարևոր հարց է։ Քրիստոսն ասեց, բժշկվեցիր, գնա, այլևս մի մեղանչի։ Քրիստոս արյավ իմերով։ Եվ դու մեր համարշակաձայն բարբարով բանալս բերանս մեր կարդասկել երկնավորքայ երկել և ասել Amen.
Արնաստություններով, սարմոս ասեցեք ետնավորտականից նորմանմայի, որ մեջի կառս դրով բերականեր։ Amen.
Ամենակատեր աստված մեր,